Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին համեցեք։ Արուսյակ Ջուլհակյանը, որի թեկնածությունը ԿՊ-ն առաջադրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Շնորհակալ եմ։ հայտարարում է, երբ ընտրվի, անցնելու է նոր սահմանադրության նախագծի քննարկումներ կազմակերպելու գործին։ Ես ուզում եմ շատ հստակ ասեք։ Հայաստան խմբակցության ղեկավարի հարցը հստակ է. սահմանադրության նոր տեքստի մեջ անկախության հռչակագրին հղումը հանված է, թե ոչ։ Որևէ բան սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք սահմանադրությունը եւ մեջից ինչ որ բաներ ենք ջնջել, ինչ որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ Հետո ավելի պարզ է խոսում Արուսյակ Ջուլհակյանը. ԿՊԱ-կանների մշակած սահմանադրությունը անկախության հռչակագրին հղում չունի։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Իշխանական պատգամավորը շտապում է ավելացնել Ալիևի պահանջը չեն կատարում։ Հենց Ալիևի պահանջն է կատարում, պնդում են ընդդիմադիրները։ Շեշտում անկախության հռչակագրում դրույթ կա Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին։ Դա Ալիևի աչքի փուշն է ու նա վաղուց է ուզում այդ փուշը հանել։ Ազատվել Արցախը հայկական է ցավից ու դա ամրագրել նաև Հայաստանի սահմանադրությամբ։ Ժողովրդի այն հատվածը, որին մենք ենք ներկայացնում, դեմ է դրան, եւ մեզանից որևէ մեկը չի պատրաստվում դրան կողմ քվեարկել։ Ինչպես է ԿՊ-ն նոր սահմանադրության նախագիծն ընդունելու խորհրդարանում, եթե չունի սահմանադրական մեծամասնություն։ Ընդդիմադիրները չեն պատրաստվում քվե տալ, իսկ նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար նախ անհրաժեշտ է ազգային ժողովի որոշումը, ընդունված պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 ձայներով։ Այսինքն առնվազն 70 պատգամավոր պետք է այո ասին նոր սահմանադրությանը, իսկ ԿՊԱ-կանները 64-ն են։ Պետք է քննարկենք, Տիկին Գրիգորյան։ Իրոք կարող է իրար կարողանում ենք համոզել, կամ մենք ձեզ կամ դուք մեզ։ Հայաստան խմբակցությանը հաստատ չեք համոզի, պնդում է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Ապագայի մասին մեր պատկերացումները, պետության մասին մեր պատկերացումները հարուցումն աստիճան տարբերվող են եւ չեն կարող հատվել որևէ կետում, բայց մենք լիազորված չենք կողմ քվեարկել այն սահմանադրությանը, որ մենք կարծում ենք Ալիևնա պատկանել վստահ ենք, որ այդպես է։ Էլ ինչ են պատրաստվում փոխել ԿՊԱ-կանները մայր օրենքում անկախության հռչակագրին հղումը հանելուց բացի։ Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ Փաշինյանի թիմի հակաեկեղեցական արշավի հետևանքներն էլ կերևան նոր սահմանադրությունում։ Հայ առաքելական եկեղեցու բացառիկ սահմանադրական կարգավիճակը ձեր քննարկումներում երբ քննարկել եք, խնդիր տեսել եք այդ հարցին, անդրադառնալու եք Բացառիկ դերի նշման հետ կապված որևէ խնդիր մենք չունենք։ Խնդիր ունեն ամենայն հայոց կաթողիկոս, վեհափառ, Գարեգին երկրորդ դիմելաձևերը արտաբերելու հետ։ Նկատում են ընդդիմադիր պատգամավորները։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ։ Ընդդիմադիրները որոշում ունեն ամեն անգամ ձեռքերը սեղանին խփելով խլացնել կաթողիկոսի հանդեպ անհարգալից վերաբերմունք արտահայտող ԿՊԱ-կանների ձայները։ Տիկին Ջուլհակյան, օրինակ, ես ձեզ չեմ դիմում Տիկին Պողոսյան, որովհետև դուք Տիկին Ջուլհակյան եք ձեր անձնագրով եւ առհասարակ տարակուսելի կլինի պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուն չհարգի փաստաթուղթը անձնագիրը, որով որ Գարեգին երկրորդ է գրված։ Նարեկ Կարապետյան։ Պատկերացնում են ԿՊԱ-կանները, թե ինչ է Միրոնը, հարցնում է Նարեկ Կարապետյանը պնդելով, որ կաթողիկոսին վիրավորելով 100 հազարավոր հայ քրիստոնյաների Միրոնն են հարցականի տակ դնում։ Մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեղեցու առաջնորդը մեր կաթողիկոսը Գարեգին վեհափառը, ում ընտրել է համայն հայությունը 99 թվին։ Իսկ գիտեք ինչ եղել 99 թվից հետո։ Մերոններ, կնունքներ 100 հազարավոր հայ երեխաների։ Եթե դուք մերժում եք Մերոնը, մերժում եք կաթողիկոսին, դուք մերժում եք Մերոնը։ Դուք մերժում եք Մերոնը, կրոնական, քրիստոնեական առումով դուք հարցականի տակ եք դնում 100 հազարավոր մեր հայրենակիցների քրիստոնյա լինելու հարցը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարն առաջարկում է վերջ տալ կաթողիկոսին ավազանի անունով կոչելու մարտավարությանը։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները վստահ են, ԿՊ-ն հակաեկեղեցական արշավում հետքայլ չի անելու։ Փաշինյանի կաթողիկոսին հայտարարած պատերազմը ավարտված չէ։ Ձեր վարքը քաղաքական մեծամասնության եւ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարքը ընդհանրապես քաղաքական վրեժխնդրությունն է, որը այսպես
հրավառության ենթարկվեց, երբ որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոսնորին Սուրբ Օծություն Գարեգին II-ը ունեցավ քաղաքացիական հոգևոր քաջություն Շվեյցարիայում հնչեցնելու Արցախի ժողովրդի թե վերադարձը եւ հոգևոր մշակութային իրավունքների պաշտպանությունը։ Խոտորնակին, խոտորնակ, ասում են ԿՊԱ-ականներն ու հայտարարում։ Իրենք էլ ձեռքերը սեղանին հարվածելու են այն ժամանակ, երբ ընդդիմադիրները ԿՊԱ-ականների բանականությունը վիրավորող անուններ կամ կոչումներ կարտաբերեն։ Որոշակի անձի, երբ որ անվանում եք որոշակի կոչումով, դա վիրավորում է մեր բանականությունը։ Մենք ճշգրիտ նույն պահվածն ենք ցուցաբերելու։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։